Ազգային ժողովի падգամավորը ժողովրդի ընտրյալն է։ Նա պարտավոր է հեղինակել օրենքներ, որոնք կկանոնակարգեն Հայաստանի քաղաքացիների կյանքն ու գործունեությունը։ Падգամավորը ասֆալտ գցող չէ, կանաչապատող չէ, սոցիալական վիճակի համար պատասխանատու չէ, նրա պատասխանատվության դաշտը օրենսդրությունն է։ Падգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ, զբաղեցնել այլ պաշտոն, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Падգամավորը ամսական ստանում է 245,000 դրամ աշխատավարձ։ Նա առաջնորդվում եւ քվեարկում է իր խղճով եւ համոզմունքներով։ Նա իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ կալանավորվել իր падգամավորի կարգավիճակից բխող գործողությունների հայտնած կարծիքի համար։ Падգամավորին կարող են զրկել անձեռնմխելիությունից եւ կալանավորել միայն ազգային ժողովի համաձայնությամբ։ Падգամավորի լիազորությունները դադարում են ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, ազգային ժողովն արձակելու, Հայաստանի քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելի անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու եւ հրաժարականի դեպքում ազգային ժողովի падգամավորին հատկացվում է կահավորված համակարգչով եւ ինտերնետով հագեցած աշխատասենյակ, խոսափողով եւ անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորմամբ աշխատատեղ նիստերի դահլիճում եւ 2 օգնական, մեկը աշխատավարձով, մյուսը հասարակական կարգով։ Ազգային ժողովի ղեկավար ներկայացուցիչներին, ինչպես նաև կին падգամավորներին հատկացվում է ծառայողական մեքենա, падգամավորի գործողման ծախսերը հոգում է պետբյուջեն։ Երևան քաղաքում բնակարան չունեցող падգամավորին տրվում է բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։ Падգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից։ Падգամավորը հաշվետու է իր ընտրողին, եւ դա է հաջորդ ընտրություններում նորից ընտրվելու երաշխիքը։ Մենք ենք ընտրում падգամավոր եւ նրան օժտում վերենշված լիազորություններով։ Մեր հարկային վճարումներից են ստանում աշխատավարձ եւ մեկնում գործուղումների։ Մեր տված քվեով է համարվում օրենսդիր իշխանություն։ Տեր կանգնենք մեր քվեին եւ ընտրենք արժանավորին։